սիրելի գործընկերներ, մենք այսօր նորից ընտրում ենք համայնքի ղեկավար, որովհետև, ինչպես գիտենք, Քանվանդակյալ Դավիթ Համբարձումյանը, ով Մասիս համայնքը ղեկավարում է, հրաժարական է տվել և հրաժարական է տվել այն բանի համար, որպեսզի համայնքի աշխատանքները չպարալիզացվեն և շարունակվեն բնականոն հունով։ Մենք այսօր ընտրում ենք քաղաքապետ և քանի որ համայնքի ղեկավարն իրողություն, քանի որ խոշորացված համայնք է, և քանի որ մասիսցիները իրենց քվեն տվել են Դավիթ Համբարձումյան դաշինքին, մենք այսօր նորից պետք է ընտրենք այդ դաշինքի անդամ։ Ինչպես հաստատվեց, մենք առաջադրել ենք Նորայր Հակոբյանի թեկնածությունը։ Դա այդպես կայացրել ենք դաշինքի կայացրած վերջին նիստում։ Ինչու Նորայր Հակոբյանը։ Մասիսցիները լավ են տեսնում, որ 2016 թվականից ի վեր ինչ աշխատանքներ են կատարվել Մասիս քաղաքում։ Քաղաքը նկատելիորեն փոխվել է, համայնքը իր 26 գյուղերով հետագայում որոնք միացվել են, բարեկարգվել է, մաքրվել է, զարգացել են մարզամշակութային ոլորտները։ Մի խոսքով, մասիսցիները այս ամենը լավ են տեսնում և գոհ են իրենց ընտրած դաշինքի աշխատանքներից։ Հետևաբար, ճիշտ է, որ դաշինքի ներկայացուցիչը պետք է շարունակել համայնքը ղեկավարել։ Նորայր Հակոբյանը զբաղեցնում է դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ տեղը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է։ Նա 2016 թվականին այս ոլորտում է աշխատում, համայնքապետարանում է աշխատում, եղել է Դավիթ Համբարձումյանի տեղակալը որպես քաղաքապետ, այնուհետև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Նորայր Հակոբյանը 2018 թվականին առիթ է ունեցել մի քանի ամսով ղեկավարել Մասիս քաղաքը, դա այն ժամանակաշրջանն էր, երբ Դավիթ Համբարձումյանը կալանավորված էր դարձյալ քաղաքական հիմքերով, և Նորայր Հակոբյանը պետք է ասենք, որ պատվով կատարեց իր պարտականությունները և դեռ մի բան էլ ավելի, դրան զուգահեռ կարողանում էր ցույցեր կազմակերպել իր պաշտպանություն իր կալանավորված ընկերոջ Դավիթ Համբարձումյանի։ Նորայր Հակոբյանը մինչև 2016 թվականը նույնպես եղել է համայնքային աշխատանքներում ներգրավված, քանի որ եղել է Մասիսի ավագանու անդամ, դրան զուգահեռ զբաղեցրել է Կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալը։ Այսինքն, ինչպես շատ շատերը, փողոցից կամ անհայտությունից չի եկել և պատասխանատու պաշտոն զբաղեցրել։ Մեր դառը փորձը մեզ ցույց տվեց, որ պատասխանատու պաշտոնում մարդուն ընտրելիս պետք է հաշվի առնել նրա բոլոր հատկանիշները, նրա արժեքային համակարգը, թե ինչ բարոյական արժեքների կրող է, ինչպիսի վերաբերմունք ունի պետության, պետականության, մեր հավատքի եկեղեցու նկատմամբ, ինչպիսին է նրա ստեղծած ընտանիքը, որովհետև ընտանիքը դա պետության մանրակերտն է, եթե մարդը չի կարողանում ճիշտ և լավ ընտանիք ստեղծել, նա չի կարող լավ երկիր, լավ համայնք ղեկավարել, ցանկացած ոլորտի մասին է խոսքս։ Նորայր Հակոբյանը իր անցածուլով ցույց է տվել, որ այս բոլոր արժեքային համակարգի կրողն է։ Նա ունի պետության, պետականության նկատմամբ մեծ պատասխանատվություն, մեծ հավատ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և իր թիկունքում ունի մաքուր ու ամրասիր ճանապարհ և լավ ու գեղեցիկ, օրինագելի, բարոյական բարձր արժանինքներով կոչված ընտանիք։ Այս ամենը հաշվի առնելով դաշինքը որոշել է, որ Նորայր Հակոբյանը մեր թեկնածուն է։ Ուստի խնդրում եմ քվեարկենք մեր առաջադրած թեկնածուի օգտին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն երկրի համարտիկինները արդեն քվեարկել են, շնորհակալություն դաշինքին միաձայն այս որոշումը կայացնելու համար։ Ես կխնդրեմ մեր աշխատակազմի քարտուղար Վահրամ Վարդանին ներկայացնի